Փառքնեժդեհին, ահա եւ մոտենում ենք վերջին, իսկապես մոտենում ենք վերջին։ Խոսել եմ Ռուսաստանի անհանգստության մասին, նաեւ Նիկոլի վարքագծից, որը հուշում է, որ թուրքերն են արդեն ինչ որտեղ այլայլված են։ Որովհետեւ չէ, շատերն են մերոնցից ասում, ախր Նիկոլը չի հասկանում, որ սա այսպես չպետք է անի, ախր Նիկոլը չի հասկանում, որ նա այնպես չպետք է ասի։ Շորտ, Նիկոլը հասկանում է, թե չի հասկանում, դա կարևոր չէ։ Ինքը հասկանալ չի կարող անել ինքնուրույն բան, չհասկանալ։ Նիկոլը կատարում է հանձնարարություն։ Երբ որ դուք ասում եք, ախր Նիկոլը ոչ չի հասկանում, որ սա այսպես չպետք է անի, կարող է եւ հասկանում է, կարող է չի հասկանում, բայց ինքը անում է այն, ինչ որ պահանջում է թշնամին։ Այսինքն գործ ունենալ Նիկոլի հետ, դա նույնն է, թե գործ ունենալ Ալիևի ցանկությունների հետ։ Իսկ Ալիևի ցանկությունները երբեք մեր համար լավը չեն լինի։ Դրա համար իսկ մի զարմացեք Նիկոլի վարքագծից։ Նիկոլը անում է այն, ինչ որ ցանկանում են Ալիևն ու Պուտինը։ Ուստի դուք գործ ունեք կոնկրետ թշնամու հետ։ Հասկանում եք։ Ինչու են այլայլված։ Գնում են պատարագի։ Նիկոլը երբեք պատգամավոր եղած ժամանակ էլ պատարագի չէր գնում, հիշում եք։ Դա երևում է արդեն։ Ինչ վիճակի է։ Չեն կարողանում մարդ տանեն հետները։ Եվ տեսախցիկի առաջ չեն կոմունալի աշխատողը, չէ, ասում են հիվանդանոցից եմ եկել։ Հենց պարտադրում են, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին կամ պետական պաշտոնյաներին, որ պարտավոր է գալ ներկայանալ Նիկոլի հետ այնտեղ, որ մարդը երևա։ Մարդը բերանից թրծրեց հիվանդանոց եկել, առաջ անգամ է պատարագ եկել ու հետն էլ հիվանդանոցից։ Հետո զգաց, որ դա իրեն կարող է վնասել, ու իրենք ասեն, թուրն ես տալի մեզ շատ կներեք ես արդարության համար, ասես դե դուրս եմ գրվել եկել եմ։ Հետո խոսքի ընթացքում ասում է, դե ես հեսա ստեղից հիվանդ եմ, չեմ կարող երկար կանգնել, պետք է գնամ նորից հիվանդանոց։ Եթե դուրս ես գրվել, ինչու ես գնում։ Դուք պատկերացնում եք, ասենք կոմունալին հանձնարարել են, որ բոլորդ մի մարդու պես պետք է գաք, մարդը հիվանդանոցում պարգած, որ ստացիոնար բուժվում է, զանգել ասել են պետք է գաս, ես չի դա գրում։ Եթե չգաս, ուրեմն երևի չպետք է աշխատես։ Եթե դուք ուզենաք հիվանդանոցից առանց դուրս գրվելու, բժիշկին ասեք տնեցիներին կարոտել եմ, էլի ուզում եմ գնամ, մի հատ տեսնեմ կամ քեզ չեն տակ ասեն, չէ բուժումը չավարտվի, գնաց գաս, մենք խնդիր կունենանք։ Եթե քո հիվանդությունը բարտանա, բժիշկը խնդիր է ունենալու, կամ ասես գնում եմ պատարագի գամ, էլի ինչ կլի, բժիշկը կարգելի։ Կասի դա իմ վրա պատասխանատվություն է։ Հիմա այդ տղային անգամ բժիշկը չի արգելել, որ դու առանց դուրս գրվելու, առանց բուժվելու իրավունք չունես հիվանդանոցի տարածքը լքել։ Սա ինչ է նշանակում, սա անճարակություն է արդեն, չէ՞, իշխանությունների կողմից։ Ասենք անդադ ոստիկանի կամ KGB-շտիկի հետ մի մասը քաղաքացիական հագուստով, մի մասը ոստիկանի կամ ծառայողի հագուստով։ Սա սոցիոլոգիա է, ժողովուրդ։ Որքան մոտենում ենք ընտրություններին, եթե Աստված մի օր ասե Պուտինը չսատկի մինչև ընտրություններ ու Նիկոլը մնա, նրանք կեղծելու են, բայց կեղծելու համար հիմք է պետք։ Այդ մարդը գնում է եկեղեցի ոստիկանի հետ, մարդ չկա կողքը, վաղը որ ինքը նկարեց 30, 40, 50, 60% քվե են բերել։ Պետք է նկարի, չէ՞։ Արդեն գիտենք ինչ հիմքեր են սարքել։ Լավ ինքը բա իրան չեն ասելու, բա որ դու գնում ես պատարագի։ Այդ կոնտրոլներն ուր էին։ Չէ՞։ Այսինքն այդ ընտրողները լինելու են մարդիկ, ովքեր Հայաստանում չեն, կեղծելու են, նրանց անունից քվեարկելու են, ովքեր մեռած են։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Նիկոլի ընտրազանգվածը այն մարդն է, ով որ Հայաստանից դուրս է կամ մեռել է ու ցուցակներում է։ Այն ազնագրերը, որ պետք է դրանց փոխարեն քվեարկություն կազմակերպեն։ Այսինքն ողջերի մեջ, բացի այդ իր բանը անվտանգային կամ չգիտեմ, այդ ոստիկան կլինի, KGB կլինի, չգիտեմ, դատախազ կլինի, գյուղապետ կլինի, քաղաքապետ կլինի, բացի դրանից չկան իրեն ընտրող։ Հա մի երկուսը տեսանք այնտեղ։ Մի երկուսը կան, որ հլը գլխի չեն իրենք ինչ են։ Դրանք իրականում դրանց ոչ թե Նիկոլն է այդպես դարձել ժողովուրդ, իրականում ով այս պահին Նիկոլին աջակցում է առանց փողի, առանց, չգիտեմ, վախենալու, որ աշխատանքից կզրկվի։ Ուղղակի տնից դուրս է եկել մարդկա երևում է, որ թոշակառու եկել է Նիկոլին աջակցելու։ Նու մադերի վրա կարելի է հաշվել, անց շատ չեն։
Այդ մարդկանց գլխին Ռոբերտն ու Սերժիկն են խփել, որ դրանք կուրացել են։ Անենց են խփել, որ սրանք կուրացել են, չեն կարողանում աշկները բացեն, տեսնեն Նիկոլն ինչ է անում իրանց գլխին։ Չեն կարողանում տեսնել։ Դրա մեղավորն է Ռոբերտն ու Սերժիկը, որ այդ մարդուն հասցրել է դաշճանի, որ ինքը դարձել է գիտեք ինչի է նման, շատ կներեք էլի, բայց չեմ կարող չասել։ Էշին ոնց են օգտագործում, չէ՞։ Ասենք, եթե դժվարանում է գնալ միտեղ, տերը հեծնում է, երկար փայտի ծերին մի կաղամբ, գազար, խոտ, թարմ կանաչ կապում է, ասես փայտը առաջ պահած, էշին նստած, էշը նայում է այդ խոտին ու գնում է։ Այդ մարդը ուր թեկի փեդը ինքը այդ փեդի հետևից գնալու է։ Նիկոլը նստել է այդ էշի վրա, փայտի ծերին հարմար բան է դրել, դա նայելով գնում, եթե պահի դեպի Ադրբեջան, գնալու Ադրբեջան, պահի Թուրքիա, գնալու է Թուրքիա։ Բայց դրանք կուրացրել է Ռոբերտն ու Սերժիկը։ Դրանք անենց հարված են կերել, որ ուշքի չեն գալիս։ Այսինքն մենք հասկացանք, որ Նիկոլը ընտրազանգված չունի։ Լուրջ ընտրազանգված չունի։ Իր հույսը ելի եմ կրկնում, երկրից գնացածներն են, որոնց անունից պետք է կեղծ անձնագրերով քվեարկություն կազմակերպի, կամ թիվը նկարեն, հա, ով կա որ գնա ընտրի միևնույն է։ Հիմա դառնամ Ռուսաստանին։ Տեսեք, եթե Ուկրաինան իրենց համար նաև պատմական հայրենիքի մի մաս էր, հա, Կիևյան Ռուսիայի, դե այսօրվա Ռուսաստանն ու Կիևյան Ռուսիան իրար հետ այտենց մի փոքր կապ ունեն, էլի, դե արևելքը Ռուսաստան չէ, հա։ Այն թաթար մաթարները գնում է սեյան, հա, այն չուփշեքը բաները։ Նաև դարպաս էր, ոչ միայն պատմական հայրենիքի մի մաս է, նաև դարպաս էր, չէ, Եվրոպայի։ Կարևոր օբյեկտ է, չէ՞։ Բայց հիմա հասկանում են, որ Հայաստանը ոչ միայն դարպաս է Ռուսաստանում, այլ նաև իր այդ որ այսօր Ռուսաստանը չի պայթում, Հայաստանն է փագել, որ չմտնի այդ թուրանը այնտեղ։ Անհանգստացած են, որ ոչ թե Հայաստանին օգնեն, այլ սեփականաշնորեն դադարեցնեն Հայաստանի պետականությունը, իրենցով վերցնեն։ Ուկրաինան համաձայն են տան երևի, բայց Հայաստանը չտան, նոր են հասկանում։ Բայց էլի սխալ են հասկանում։ Իրենք Հայաստանից պետք է Իսրայել սարքեին։ Դա ինչ Իսրայել, ավելի հզոր։ Հայը չի դավաճանում։ Դա մինչև հիմա այս պահը ռուսին քննադատում են, բայց էլի չեն դավաճանում ռուսին։ Իսկ եթե Ռուսաստանը կարևոր էր Հայաստանի դերը որպես անկախ եւ հզոր պետություն, այսօր այդ օրը չեր են գնի։ Ուշ է արդեն։ Շատ ուշ է։ Պուտինի համար էլ է ուշ։ Պուտինն ըստ իր տանկերը չի կարող պահի, օվկիանոսում ձեռից տանում են։ Իր բյուջեն այդ նավթն է բերում, ուրիշ բան չունի այս պահին։ Նրանք Կուրսկը բերանից խլում են Պուտինի, չի կարողանում այդ Կուրսկը պաշտպանի։ Հայաստանը ո՞նց պետք է պաշտպանի կամ խլի։ Խելքի աշեցեք։ Շատ արագ տեմպերով ամեն ինչ վերջ գալիս է։ Նիկոլիզմի վերջն է գալիս, պուտինիզմի վերջն։ Դե որ պուտինիզմի վերջը գալիս է, դա նշանակում է վերջն է նիկոլիզմ, ռոբեզ, չգիտեմ սերժիզմ, չգիտեմ լևոնիզմ, այդ իզմերի վերջը գալիս է, որտեղ դրանք ածանցվել են պուտինիզմից։ Մնացեք ազգայինի կողքին։ Մնացեք ազգայինի կողքին։ Ցանկացած քաղաքական թիմ, եթե Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի ազդեցության տակ է, նրանք կատարել են պատվեր։ Իսկ ազգային ուժը, հիմա կասեք էլ, մեր քաղաքական թիմը երբ որքան էլ արևմուտքի ջատագով է, որ արևմուտքի հետ բարեկամություն անենք, ոչ թե դառնանք նրանց ճորտը, բարեկամություն անենք, անգամ երբ որ այդ մեր արևմուտքը երբ որ մի անզգուշ արտահայտություն է անում հակահայ, մենք քարկոծում ենք։ Ես անգամ վիրավորում եմ Թրամփին։ Քարկոծում ենք, ասում եք, ինչ եք անում, սխալ եք անում, բայց դուք չեք լսի մի պուտինական, դաշնակ կլինի, հանրապետական կլինի, բարգավաճ, որ Պուտինին քննադատեն։ Այսքան անելուց հետո չեք լսի քննադատություն։ Ու դրանց հետ ճանապարհ գնալ։ Խոհեմ եղեք։ Մնաք խաղաղությամբ։